Ողջույն։ Իրենք պլանը գծեցին, իրենք իրենց արածը բացահայտեցին, իրենք Facebook-ում զարմացան, իրենք իրենց մխիթարեցին, քաջալերեցին, իրենք սպառնացին, իրենք իրենց համոզեցին, իրենք իրենցով ոգևորվեցին, իրենք իրենց պարգևատրեցին, համարյա ոչ մեկ չհավատաց իրենցից սկսած։ Երեկ ու այսօր մեր երկրում կատարվողը մեկ նախադասությամբ կարելի է նկարագրել այսպես. բայց պարգևատրումը այնքան էլ արդար չէր։ Հա, իրավապահները կառավարության ղեկավարի ու իշխող թիմի հետ հավասար խայտառակ եղան, առանց հիմքի մարդկանց տարան փակեցին, բայց ինչու եք որոշել պետական պարգևներ տալ օրինական զենքեր, կրակած փամփուշտներ, սալյուտներ բացահայտած իրավապահներին, բայց չպարգևատրել նրանց, ովքեր գլուխ էին ջարդել այդ խնդալու պլանը գծելու համար, չէ միչե բացահայտում։ Երևի պոչտայից վերցրել են ձեր այդ ծրագիրը ու ում անունը գրված է եղել, գնացել են հետևներից։ Կար ժամանակ, երբ Նիկոլը իր հակաօրինական քայլերը կատարում էր փողոցով, ինչպես որ ազգային ժողովի շենքի շրջափակելն էր, դատարանների դռները շրջափակելն էր, դրանք անօրինական էին, հակասահմանադրական էին, մասնակից էր դարձնում ժողովրդին։ Հիմա նա չունի ժողովուրդ, խիստ կասկածում են, որ կա մեկը, որը զուտ Նիկոլի կոչով առանց բերման ենթարկելու, առանց փողի կամ առանց պաշտոնի խոստման կգնա կամ պաշտոնից հեռացնելու պահանջով կգնա մի հատ հանրային զուգարան կշրջափակի։ Ու քանի որ փողոցը չունի, հակաօրինական քայլերը կատարում է իրավապահներով։ Հիմա իրեն մնացել է այս ռեսուրսը, այս է շահագործում։ Ու դա էլ է անում պարգևավճար հավելավճարով։ Օրինակ, թող ինքը բերետներին մարդկանց դեմ հանելու համար ամեն ակցիայից առանձին չվճարի։ Տեսնենք համակարգում բերետավոր կմնա, կրկնում եմ, Նիկոլը ունենար փողոց, ընդդիմության դեմ կհաներ փողոցը, չունի փողոց, հանում է իրավապահներին։ Հիմնականում իշխանության արածը ահաբեկչություն կարելի է համարել պետական համակարգի նկատմամբ։ Իրականում է սա։ Հորինել թուղթ ու ողջ պետական ռեսուրսը քաշել դրա վրա ահաբեկչություն է։ Հորինես իբր պլան ու ստիպես դատախազին, քննչական կոմիտեին, ոստիկաններին, ԱԱՑ-ին, դատարաններին մտնել այդ հանցանքի տակ, ամբողջ պետական ռեսուրսը ծախսել հորինած բանի վրա ու կալանավորել մարդկանց։ Շահագործում ես այդ բոլորին քո նպատակների, քո վախերի համար ու դրան պետք է պատասխան տրվի։ Թողած սաղ գործերը պաշտոնյաներդ Facebook-ն էին ողողել տափակ գրառումներով։ Երևանի քաղաքապետը, որ իր երթևեկության անհասկանալի փոփոխություններով ուղղակի տերոր է անում վարորդների նկատմամբ, իր գործը թողած գրառումներ էր անում։ Տարվա կեսն է Ադրբեջանը արդեն 20-ից ավելի զորավարժություն է արել Թուրքիայի հետ համատեղ, քո դաշնակիցների հետ անգամ զորավարժություն է արել, Իրանի հետ, Ղազախստանի հետ, Շուշիում ու Ստեփանակերտում զորահանդես է անում։ Պաշտպանության նախարարը, որի ղեկավարած բանակում ուղղակի բարդակ է, որը ոչ նորմալ զինվում է, ոչ զորավարժություններ է անում, բայց գրառում անում է, էլ Վասակսյունի, էլ Հեղաշրջում, առողջապահության ու մյուս նախարարներին չեմ էլ հաշվում։ Դու հաշվել ես, թե պետական ռեսուրսը, ֆինանսական ու մարդկային, ոնց է մսխվում քո անձնական ու ձեր թիմի կուսակցական կարիքների, շահերի վրա, ու դա արդեն 7 տարի է։ 2018 թվականի ապրիլից ի վեր պետական կառավարման համակարգը սթրեսի է ենթարկվում ամենօրյա կտրվածքով ու ժողովուրդն էլ հետը։ Մենք այդ ամենի ականատեսնենք, մասնակիցնենք ու այդ ամենը մեզ վրա է անդրադառնում բոլոր բացասական հետևանքներով։ Ամեն շաբաթ կամ ամեն ամիս, իսկ վերջերս ամեն օր պետությունը մի ցնցում ապրում է ու այսպես 7 տարի շարունակ, ու չկա մի գործընթաց, որ տանի երկրի առողջացմանը, ինչ որ ոլորտի կայացմանը, պետության ամրապնդմանը, արդարության ու արդարադատության հաստատմանը։ Նյարդային գերլարված վիճակում ենք ու կարծես նմանվում ենք մարդամեկին, որ արդեն մի օր ստիպված ենք լինելու մենք էլ հանգստացուցիչ դեղեր ընդունել։ Ժողովուրդ ջան, 2018 թվականի մայիսին եկել են իշխանության, անմիջապես նախաձեռնել են Տուշոնկա շոու, հետո մյուս շոուները, ձերբակալություններ, խուզարկություններ, գրողներ այսինչ այնինչ բիզնեսի վրա, այսինչ գործչի վրա, վատ բանակցություններ, վատ ելույթներ, հանրահավաքներ, ստեր, պատերազմ, մեղքերի բարդում,
Հարցակում այս գործարարի վրա, այն գործարանի վրա, սրա խլում, նրա խլում, Facebook-յան անմակարդակ գրառումներ, եկեղեցու դեմ արշավանք, այսպես շարունակ 7 տարի։ Չես կարողանա ասել, թե այս տարիների ընթացքում պետությունը ինչ է կարողացել կայացնել, հետ գցել։ Այսինքն կարող ես ասել, ոչինչ։ Այս մարդիկ խառնել են մեր ու մեր երկրի անդորը բոլոր առումներով, մեր սահմաններին, մեր միջավայրում, մեր հոգիներում, մեր ժողովրդի համարյա չնչին մասն է, որ ինքը զբաղված է իր գործերով, իր հոգսերով։ Սրանք բոլորիս հոգսերն են դարձել այն խնդիրները, որոնք իրենք պետք է լուծեին ի պաշտոն է։ Օրինակները մեր խնդիրներն են։ Բոլորս էլ գյուղի հետ ուղիղ կապ ունենք։ Այս պահին ինչ վիճակում է Ծիրանի մթերումը, կոպեկներ են։ Արմավիրի մարզում այգեգործը Ծիրանը պետքա քաղի, զանգում ու փորձում է ճշտել Լարսը բաց է թե բաց չէ։ Բարձվում է կուտակումներ կան, ասում է լավ, թող մի քիչ էլ մնա ու բերքը փչանում է ծառի վրա։ Երբ եք տեսել, որ գյուղացին անձամբ զբաղվի Լարսի խնդրով, որովհետև ի պաշտոն է դրանով զբաղվելու պատասխանատու Պապոյան Գևորգը առավոտ խոսում է եկեղեցուց, ցերեկը խոսում է հեծը խլելուց, երեկոյան խոսում է ընդդիմությունից։ Քանի որ սրանք մտնում են թեմաների մեջ, որոնք իրենցը չեն, այս ստիպված սովորական քաղաքացին էլ մտնում է այն թեմաների մեջ, որոնք իրենը չեն, կառավարության լուծելուն են։ Այդ դրա համար էլ ամեն մեկը, որ քնից զարթնում է, մտածում է, հա ինչ կա այդ վարչապետի գործի մեջ, որ ես չեմ կարող անել։ Մարդիկ առաջ աշխատում էին երեկոյան ժամերին, ծանոթանում նորություններին։ Հիմա մարդիկ ապրում են այդ նորություններով։ Կոշիկի արտադրամասում աշխատողները ինչու պիտի աշխատանքը թողած քննարկեն, թե ինչու հնդկական զենքերը տեղ չեն հասնում, կամ ինչու թազա զենքերը չեն աշխատում, որ նոր են բերել։ Ուսուցչանոցում քննարկում են, որ ինչքան ծանր օրեր են սպասում, եթե Նիկոլ Փաշինյանը ադրբեջանցիներին բերի Հայաստան։ Հայկական դպրոցների վիճակը ինչ է լինելու։ Ինչի պետք է մենք այս օրին հասնենք, որ այդպիսի թեմա ընդհանրապես ֆռար։ Այս սաղ նրանից է, որ դուք չկարողանալով կառավարել պետությունը, այն ենթարկում եք սթրեսների ու ժողովրդին դարձնում եք մասնակից։ Պատմում եմ դեպք, որին ականատես եմ եղել։ Հիվանդը 23 օր պարկած է հիվանդանոցում, չի բուժվում։ Բժիշկը անընդհատ հետազոտություններ է անում, ընթացքում արդեն սկսում է միաժամանակ 3 բանի դեմ բուժել։ Հարցնում են, կարող եմ մի հատ էլ էս ստուգես։ YouTube-ում նայել եմ, հիվանդի հարազատն է ասում, YouTube-ում նայել եմ, որ այսինչ բանը, եթե այսինչ ձևի է ցավում, ուրեմն կարող է այսինչ բանից լինել։ Բժիշկը ասում է, եկեք փորձենք, դրանից վնաս չկա։ Չի ասում, նա իմ հիվանդը չէ, ես չեմ կարող իրեն բուժել, պետք է գնա ուրիշ բժշկի մոտ։ Նա պահում է այդ հիվանդին, որ փող աշխատի, չնայած որ հասկանում է վիճակը ծանրանում է։ Այն մարդ ասում եմ, հանեք տարեք ուրիշ հիվանդանոցում հետազոտվի եւ բուժվի այն բժշկի մոտ, որը հենց այդ նեղ մասնագիտացումն ունի։ Մենք այսօր նույն վիճակում ենք։ Մենք մի հիվանդանոցում ենք, որի ոչ մի բժիշկ մեր հիվանդության մասնագետը չէ, բայց անընդհատ մի բան հորինում են, մոգոնում են, պահում են, որ մնաս իրանց հիվանդանոցում։ Վիճակը ծանրացնում են։ Նորակառույցի պատշարն ու ցեղ տվողը քննարկում են Զանգեզուրի միջանցքը Նիկոլը ձև ունի չտալու թե չունի։ Ասում է ես ճանապարհը կտայի, բայց քանակ կսահմանի, ինչքան բեռ ես եմ տեղափոխում, այնքան էլ դուք պետք է տեղափոխեք, համ էլ պիտի լինի նեղ ճանապարհ։ Քննարկում են ու վիճում։ Ինչի, որովհետև այդ հարցով զբաղվողներ իրենց տեղում չեն ու իրենց տեղում չլինելու պատճառով բացվել է միջանցքի թեման։ Իշխանությունը վարձու մենեջերներ են։ Դուք վարձել եք սխալ մենեջերի ու իր պարտականությունների կատարումը ինքը թողել է ձեզ վրա։ Բոլոր հարցերը դարձել է ժողովրդի խնդրեմը։ Ժողովրդի իշխանություն կոչվածը պետք է ժողովրդի խնդիրները կարգավորի, ոչ թե խնդիրներ բարձի ժողովրդի գլխին։ Սրանք առավոտից իրիկուն ժողովրդի մի հատվածի գլխին սարքում են ընդդիմադիրներ, գործարարներ, հոգևորականներ։ Քո երկրի գլխավոր մենեջերը օրը 10 գրառում է անում, որից 8-ը եկեղեցու մասին է, հեծը խլելու մասին է, իրենց հորինած պլանի մասին է, մյուս 2-ը վիճվարչության հաշվետվություններն են։ Չի լինի այսպես։ Պետական հիմնարկները կանգ են առել, աշխատում են Նիկոլի ստեղծած էլեկտրաէներգետիկ ճգնաժամի, եկեղեցու, հեղաշրջման թեմաները։ Ու բնական է, որ մարդիկ մտածում են, որ այս ամենը Թուրքիայից, Ադրբեջանից եկած պատվերի արդյունք է։ Սա երկրի քայքայում է, մասնատում է։
այս պահին ուզում են կանխել թուրք-ադրբեջանական հերթական պլանի իրագործման ժամանակ հնարավոր դժգոհությունները, միտինգները եւ սկսել են ահաբեկել մարդկանց։ Այսօրվա շոուները, կրկնում եմ, ուղղակի հեղաշրջում են ժողովրդի ու պետական համակարգի դեմ։ Կարճ ասած, Նիկոլ Փաշինյանն ասում է, օգտատերերի մի խումբ գրում էր, որ երեք կանխվել է նոր հոկտեմբերի 27-ի ահաբեկչություն։ Այդ օգտատերերն էլ երևի ՔՊ-ի նախարարներն են ու դեպուտատները։ Իրականում հոկտեմբերի 27-ից էլ բեթար ահաբեկչություն մեր երկրում չկանխվեց 2018 թվականին։ Ու մինչև այժմ տեղի են ունենում ահաբեկչություններ բոլոր ոլորտների դեմ առանձին, պետության դեմ, ժողովրդի դեմ։ Կառավարման ձեր տարբերակը համ հեղաշրջում է, համ ամենօրյա ահաբեկչություն։ Ու ինչքան մոտենան ընտրությունները, այս անտաղանդները դեռ լիքը նման պլաններ կհորինեն։ Այնպես որ ժողովուրդ ջան, պատրաստ եղեք նոր սթրեսների։ Հաջորդները ըստ երևույթին Սամվել Կարապետյանի ընկերությունների ու եկեղեցու վրա գրողներն են գործնականում։